Ես ուզում եմ, որ դուք շատ ուշադիր նայեք այս ֆոտոին։ Ճանաչեցիք այս տղային։ Այս տղային դուք բոլորդ ճանաչել եք, երբ նա արդեն մեծ էր։ Ու հիմա հաստատ կամ ֆանատիկորեն նրան սիրում եք, կամ ատելով ատում եք։ Եթե գուշակեցիք ով է այս տղան եւ մտածում եք, որ ամեն ինչ գիտեք նրա մասին, հիմա ես ձեզ պատմելու եմ այդ տղայի կյանքի գաղտնի կողմը, որը ձեզ շատ է զարմացնելու։ Իսկ եթե դեռ չեք գուշակել ով է այս տղան, մի քանի վայրկյանից ձեզ սպասում է անակնկալ բացահայտում։ Եվ այսպես, ով է լուսանկարի տղան։ Ֆոտոյի տղան Ռոնալդուն է, որին ամբողջ աշխարհը հիմա ճանաչում է ու բաժանված է երկու, երևի թե հավասար խմբի։ Կեսը նրան ֆանատիկորեն սիրում է, կեսը ատելով ատում է։ Այսօր ես պատմելու եմ Ռոնալդուի կյանքի գաղտնի կողմի մասին, որը զարմացնող է ու շատ հետաքրքիր։ Տեսնում եք այս կնոջը, որ համարյա բոլոր կարմիր գորգերի եւ մրցանակաբաշխությունների ժամանակ Ռոնալդոյի կողքին է։ Նա ակտիվ հարցազրույցների ժամանակ խոսում է Ռոնալդոյի մասին։ Այս կինը Դոլորես Ավիերոն է, Ռոնալդոյի մայրը։ Բայց բոլորը ցնցվեցին այն ժամանակ, երբ Դոլորես Ավիերոն գրեց գիրք եւ այդ գրքում արեց իր կյանքի երևի թե ամենահամարձակ խոստովանությունը։ Կինը խոստովանեց, որ տղան, որով ինքը հիմա հպարտանում է եւ որի մասին անդադար հիացմունքով խոսում է, իրականում եղել է անցանկալի երեխա։ Բանն այն է, որ այն ժամանակ, երբ կինը իմանում է, որ հղի է, նա արդեն ուներ 3 երեխա, 2 տղա եւ 1 աղջիկ։ Դոլորեսի ամուսինը, այսինքն Ռոնալդոյի հայրը, ալկոհոլիկ էր, նա քրոնիկ հարբեցող էր եւ առհասարակ ոչ աշխատանք ուներ եւ ոչ էլ կարողանում էր տունը գլխի բերել։ Եվ մայրը մի քանի աշխատանքով հազիվ կարողանում էր հոգալ երեխաների կարիքները։ Իմանալով, որ սպասում է 4-րդ երեխային, Դոլորեսը հստակ հասկանում է, որ այդ երեխան լույս աշխարհ չպետք է գա ու դիմում է բժիշկներին, որպեսզի ընդհատեն նրա հղիությունը, բայց բժիշկները կատեգորիկ մերժում են կնոջը եւ ասում են, որ հղիությունը ընդհատել անհնար է։ Հենց այդ ժամանակ Դոլորեսը կանգ չի առնում ու որոշում է նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել։ Դոլորեսը իր գրքում պատմում է, որ իրականում բժիշկների մերժումից հետո ինքն է որոշում անել հնարավոր եւ անհնար ամեն ինչ, որպեսզի կորցնի երեխային։ Գարեջուր է խմում անսահմանափակ քանակներով, արագ վազքի է դուրս գալիս, մի խոսքով անում ամեն ինչ, որպեսզի բնական ճանապարհով հղիությունը ընդհատվի, բայց հրաշքով է լինում, թե ինչպես է ստացվում, հղիությունը չի ընդհատվում, ու Դոլորեսը հասկանում է, որ ուզած-չուզած իր 4-րդ երեխային լույս աշխարհ է բերելու։ Հենց այդպես է ծնվում Ռոնալդուն։ Ծնվում է մի ընտանիքում, որտեղ ինքը անցանկալի երեխա էր։ Այն, որ ինքը անցանկալի երեխա է եղել, Ռոնալդոն իմանում է հենց մայրիկի գրքից, այսինքն մոտավորապես այնպես, ինչպես ամբողջ աշխարհն է դրա մասին իմանում։ Եվ հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ Դոլորեսին հարցնում են, արդյոք ինքը որդու հետ անկեղծ խոսակցություն է ունեցել այս մասին, արդյոք Ռոնալդուն նեղված է, արդյոք իրեն վիրավորված է զգում կամ դժբախտ է զգում, որ մայրը իրեն չի ցանկացել, Դոլորեսն էլ, ֆուտբոլիստն էլ պատասխանում են ուղղակի ծիծաղով։ Իրենք ասում են, որ շատ հաճախ հումորով են խոսում այս դեպքի մասին, ծիծաղում են միասին եւ անցնում գնում է։ Այսօր Դոլորեսը Ռոնալդոյի կյանքի ամենակարևոր կանանցից մեկն է ու միևնույն ժամանակ ամենաառաջինը, ով մեծագույն հպարտությամբ խոսում է որդու մասին, նրան ուղեկցում է կարմիր գորգերում, մրցանակաբաշխություններին, այն որդուն, որը ի սկզբանե անցանկալի երեխա է եղել նրա համար։ Բայց Ռոնալդոյի մայրիկի մասին խոսակցությունները այս պատմությունով չեն ավարտվում։ Իրականում ասում են, որ հենց Ռոնալդոյի մոր պատճառով է, որ տարիներ շարունակ Ռոնալդոն եւ Ջորջինան, նրա ընկերուհին, իսկ հիմա արդեն նշանածը, չէին ամուսնանում։ Կա վարկած, որ Ռոնալդոյի մայրը ոչ միայն կատեգորիկ դեմ է եղել այս երկուսի հարաբերություններին, այլ շատ կտրուկ պայման է դրել որդու առաջ՝ կամ ես, կամ
Ջորջինան ու բնականաբար տարիներ շարունակ այս ընտրության մեջ հաղթողը եղել է մայրը, որովհետև այս հարաբերություններում Ջորջինան երեխաներ է ունեցել, բայց ամուսնության պատմությունը չի գնացել։ Ամեն ինչ փոխվեց ամիսներ առաջ, բնականաբար, երբ ամբողջ համացանցը ու առհասարակ ամբողջ աշխարհը խոսում էր, քննարկում էր հսկայական քարով մատանին, որը որ հայտնվեց Ջորջինայի մատին եւ նրանց նշանադրության լուրը։ Ջորջինայի ու Ռոնալդոյի պատմությունը ամենակննարկվող դրվագներից մեկն է ֆուտբոլիստի կյանքի, որովհետև սա իսկական մոխրոտիկի պատմություն է։ Ջորջինան ծնվել է Արգենտինայում ու հետաքրքիր զուգադիպությամբ, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, նրա հայրը եղել է ֆուտբոլի մարզիչ, բայց այդքան էլ հաջողակ չի եղել իր կարիերայում, որովհետև նորից խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ։ Ջորջինայի մայրը եղել է Իսպանիայից եւ եղել է պարուհի ու հենց մոր հետքերով Ջորջինան եւս պարով է զբաղվել։ 18-ից 19 տարեկաններում Ջորջինան Արգենտինայից տեղափոխվում է Իսպանիա եւ այստեղ արդեն սկսում է աշխատել վաճառքի ոլորտում ու հրաշալի պատահականությամբ հայտնվում է Gucci-ի խանութում որպես խորհրդական վաճառող։ Ու հենց այստեղ էլ տեղի է ունենում Ջորջինայի ու Ռոնալդոյի ճակատագրական հանդիպումը։ Օրերից մի օր Ջորջինան երկար է մնում Gucci-ի խանութում, երկար է մնում աշխատանքի եւ խանութ գալիս է Ռոնալդուն հերթական գնումները անելու համար։ Հենց այս ժամանակ էլ ֆուտբոլիստը նկատում է Ջորջինային, տարվում է նրանով, բայց այստեղից նրանց սիրավեպը չի սկսվում։ Որոշ ժամանակ անց, մի քանի ամիս հետո Dolce & Gabbana-ի կազմակերպած իվենթի ժամանակ ֆուտբոլիստը նորից հանդիպում է Ջորջինային ու այստեղից արդեն սկսվում են նրանց հարաբերությունները։ Հարաբերությունները սկսվելուց հետո որոշ ժամանակ Ջորջինան շարունակում է աշխատել Մադրիդի Gucci-ի խանութում, բայց սա տևում է շատ կարճ, որովհետև աղջկան սկսում են հետապնդել պապարացիները, նրա մուտքը եւ ելքը սկսում են հսկել լուսանկարիչները ու բնականաբար Ջորջինան ոչ միայն լքում է Gucci-ի խանութը որպես խորհրդական վաճառող, այլ նաև տեղափոխվում է Ռոնալդոյի առանձնատուն եւ սկսում է արդեն ապրել նրա հետ։ Իսկ 2017 թվականին ծնվում է ֆուտբոլիստի ու Ջորջինայի առաջին երեխան։ Այսօր Ջորջինան ոչ մի կերպ չի զիջում հայտնի ու աստղային Ռոնալդոյին, որովհետև այսօր Ջորջինայի ինստագրամյան էջը ունի միլիոնավոր հետևորդներ ու նա համարվում է աշխարհի ու Ինստագրամի հարթակի ամենաազդեցիկ ինֆլուենսերներից մեկը։ Բայց ինչպես Ռոնալդոն է միշտ եղել քննարկումների էպիկենտրոնում, այնպես էլ թեժ քննարկումների էպիկենտրոնում այսօր գտնվում է Ջորջինան։ Մարդիկ բաժանվել են երկու բանակի։ Առաջին բանակը պաշտում է, հիանում է նրանով, հիանում է նրա մոխրոտիկի պատմությունով եւ ակտիվորեն լայքում է բոլոր փոստերը, որ տեղադրում է Ջորջինան իր էջում։ Մյուսները ակտիվ քննադատում են նրան եւ այսպես ասած քաղքենի են համարում, որովհետեւ նա շարունակաբար փոստում է թանկարժեք իր թռիչքները անհատական ջեթերով, իր զարդերը, թանկարժեք պայուսակները, մեքենաները, հագուստը ու այս ամենը մարդկանց կարծիքով տարական քաղքենի բարվեցողություն է։ Ու շատ հաճախ, ինչպես Ռոնալդոին են համեմատում Մեսսիի հետ, այնպես էլ Ջորջինային ակտիվ համեմատում են Մեսսիի կնոջ հետ, ով աչքի է ընկնում իր համեստությամբ, ով փոստում է միայն ընտանեկան լուսանկարներ եւ առանձնապես փորձում է ոչ մի բանով աչքի չընկնել։ Փոխարենը Ջորջինան պահ անգամ չի կորցնում իր շքեղ ու հարուստ կյանքը ի ցույց դնելու համար։ Դուք գրեք, ում թիմից եք դուք։ Սիրում եք Ջորջինային, թե ատում եք նրան։ Բայց իրականում Ռոնալդոյի ու Ջորջինայի սիրային պատմությունները մարդիկ ակտիվ քննարկում են եւս մի պատճառով։ Արդեն տարիներ շարունակ կան թեժ խոսակցություններ այն մասին, որ Ռոնալդոն իրականում ոչ տրադիցիոնալ սեռական կողմնորոշում ունի եւ ուղղակի փորձում է թաքցնել տարբեր կանանց միջոցով իր գեյ լինելը, որովհետև սպորտային աշխարհում լինելով այն էլ ամենահայտնի ֆուտբոլիստը ինքը չի կարող իրեն թույլ տալ բացահայտ խոստովանություն անել։ Այս խոսակցությունները տարիներ շարունակ են ուղեկցում Ռոնալդոին, սկսած նրանից, որ ֆուտբոլիստը միշտ է աչքի ընկել նորաձևության հանդեպ իր
մեծագույն սիրով, անգամ ֆուտբոլային դաշտ դուրս է եկել ականջողերով եւ բնականաբար այս ջելով հարդարած մազերը եւ ֆեշնի հանդեպ մեծագույն սերը ծնել են խոսակցությունները այն մասին, որ Ռոնալդոն նման չէ ստանդարտ ֆուտբոլիստի եւ իր արտաքին տեսքով կասկածներ է առաջացնում, որ տրադիցիոնալ սեռական կողմնորոշում չունի, բայց խոսակցությունները ել ավելի են թեժանում 2010 թվականին, երբ համացանցում հայտնվում է Ռոնալդոյի լուսանկարը Մարոկոյում ապրող քիքբոքսերի հետ։ Այս լուսանկարը թեժ քննարկումների առիթ է տալիս եւ ընդամենը մի քանի ժամ հետո սպորտսմենը ջնջում է լուսանկարը, բայց իհարկե համացանցը ամեն ինչ հիշում է եւ մեկ անգամ հրապարակված լուսանկարը երբեք ջնջել հնարավոր չէ։ Ու խոսակցությունները թեժանում են ընդհուպ միջև այն, որ հայտնվում են մարդիկ, ովքեր հստակ ապացույցներ են բերում, որ Ռոնալդոն ոչ միայն սիրային կապի մեջ է գտնվում այս քիքբոքսերի հետ, այլ նաեւ շաբաթական մի քանի անգամ իր անձնական ջեթով թռնում է Մարոկո նրան հանդիպելու եւ նրա հետ ժամանակ անցկացնելու համար։ Ֆուտբոլային ֆաները ուղղակի ցնցվում են այս լուրից։ Մի մասին պարզապես զայրացնում է այն, որ նման լուսանկար իրեն սիրած ֆուտբոլիստը կարող է առհասարակ հրապարակել։ Մյուսներին զայրացնում է այն, որ նույնիսկ ունենալով ոչ տրադիցիոնալ սեռական կողմնորոշում եւ նույնիսկ ունենալով սիրային հարաբերություններ, նա կարող է շաբաթական 4 անգամ կտրվել իր պարապմունքներից, վնաս հասցնել իր մարզական վիճակին եւ մեկնել Մարոկո միայն սիրեցյալի հետ ժամանակ անցկացնելու համար։ Այս խոսակցությունները ամրապնդվում են նաեւ նրանով, որ ըստ թեորիաների իրականում Ռոնալդոյի անգամ ամենաաղմկոտ սիրավեպը Իրինա Շեյքի հետ ոչ թե իրական էր, այլ պարզապես բեմադրված հարաբերություն, ուղղակի cover անելու, թաքցնելու համար իր իրական սիրային հարաբերությունները մարզիկի հետ։ Ու ըստ այդ նույն թեորիաների հիմա արդեն Շեյքին փոխարինում է Ջորջինան եւ այստեղ խոսքը ոչ թե իրական հարաբերությունների, այլ պարզապես բեմադրված հարաբերությունների մասին է։ Ինչ եք դուք մտածում? Գրեք կոմենտներում, դուք եւս կասկածում եք եւ մտածում եք, որ սա իրականություն է, թե սրանք պարզապես ստանդարտ բամբասանքներ են։ Իդեպ հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողներից մեկը հարցնում է Ռոնալդոյին, արդյոք նա գեյ է եւ ունի ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում, թե ոչ, ինչին Ռոնալդոն շատ լղոզված պատասխան է տալիս։ Նա ասում է, որ մարդիկ փորձում են իրեն վիրավորել գեյ անվանելով, բայց գեյ լինելը վիրավորանք չէ։ Յուրաքանչյուր մարդ պետք է լինի ազատ։ Ռոնալդոյի կյանքի մյուս հետաքրքիր դրվագը իրականում երևի թե ֆուտբոլիստի կյանքի ամենաողբերգական դրվագներից մեկն է, որի մասին քչերը գիտեն։ Ռոնալդոն ունի 4 երեխա։ Առաջին երեխան Քրիշտիանո Ռոնալդո ջունիորը ծնվել է սուրոգատ մայրիկից։ Երեխայի կենսաբանական մոր մասին ինֆորմացիա չկա մինչև այսօր էլ։ Ռոնալդոն այս ինֆորմացիան գաղտնի է պահում, միայն ասում է, որ երբ տղան մեծանա եւ ուզի իմանալ, թե ով է իր կենսաբանական մայրը, հենց այդ ժամանակ ինքը կպատմի որդուն։ 2017 թվականին նորից սուրոգատ մոր միջոցով լույսաշխարհ են գալիս Ռոնալդոյի երկու երեխաները՝ Էվան եւ Մատեոն։ Իսկ 2017 թվականի արդեն նոյեմբեր ամսին Ջորջինայի ու Ռոնալդոյի աղջիկն է ծնվում։ 2022 թվականին ծնվում է Ջորջինայի եւ Ռոնալդոյի մյուս աղջիկը՝ Բելլան։ Ու այստեղ արդեն սկսվում է Ռոնալդոյի կյանքի երևի թե ամենաողբերգական դրվագներից մեկը։ Իրականում քչերը գիտեն, որ Բելլան ունեցել է երկվորյակ եղբայր, պարզապես ծնվելուց անմիջապես հետո տղան հեռանում է կյանքից։ Սա Ռոնալդոյի վրա մեծ ցավագին ազդեցություն է թողնում եւ սրա մասին երկար ժամանակ մարզիկը ուղղակի հրաժարվում է խոսել։ Այս իրադարձությունից հետո Ռոնալդոն երկար ժամանակով դադար է վերցնում վերականգնվելու եւ ընտանիքի կողքին լինելու համար։ Ու տպավորիչ մի դրվագ կա, երբ այս ողբերգական դեպքից անմիջապես հետո հերթական խաղի ժամանակ, երբ Ռոնալդոն բնականաբար դաշտ դուրս չի գալիս, իր դադարի մեջ է գտնվում, Մանչեսթեր Յունայթեդի նրա կոլեգաները, խաղացողները եւ ամբողջ ստադիոնը ֆանատներով ի նշան աջակցության ֆուտբոլիստի լռության եւ ծափերի ալիք են բարձրացնում։
Տեսնում եք McDonald's-ի այս շենքը։ Սա բոլորովին պատահական շենք չէ։ Այս շենքը ուղղակի եւ որոշիչ կապ ունի Ռոնալդոյի կյանքի հետ։ Ռոնալդոն ծնվել ու մեծացել է Պորտուգալիայում շատ միջին հնարավորություններ, նույնիսկ ցածր հնարավորություններ ունեցող ընտանիքում, որտեղ ֆինանսական միջոցները ոչ միշտ էին բավարարում։ Ու հետաքրքիր մի պատմություն կա հենց այն ժամանակվա հետ կապված, երբ Ռոնալդոն նոր սկսում է իր ճանապարհը ֆուտբոլային աշխարհում։ Մարզիկը հիշում է, որ երբ երկար մարզումներ էր ունենում, պարապմունքներ էր ունենում եւ սովածանում էր, հասկանում էր, որ ընտանիքում չկան ֆինանսական միջոցներ, որպեսզի ինքը կարողանա սնվել ու շատ հաճախ ինքը եւ իր ընկերները, ում հետ միասին ֆուտբոլ էր պարապում, գնում էին մարզումների մոտ գտնվող McDonald's-ի շենք, մոտենում էին հետևի կողմից եւ խնդրում էին իրենց ուտելիք տալ։ Եվ մարզիկը բազմիցս է հիշել, որ հենց այդ McDonald's-ում աշխատում էին երկու կին, ովքեր ամեն օր գաղտնի McDonald's-ում մնացած մնացուկները բուրգերների տալիս էին տղային եւ նրա ընկերներին, որպեսզի նրանք սոված չմնան։ Նույնիսկ 2019 թվականին Ռոնալդոն հարցազրույց է տալիս, որի ընթացքում հրապարակային խնդրում է այն երկու կանանց, ովքեր ժամանակին բուրգերների մնացորդները տվել են իրեն եւ օգնել են սոված չմնալ մարզումների արանքներում, կապի դուրս գալ իր հետ, որովհետեւ մարզիկը երազում է նրանց հրավիրել մեծ ու ճոխ ընթրիքի։ Դժվար է պատկերացնել, որ McDonald's-ի մասին այս պատմությունից հետո այսօր մենք խոսում ենք մի մարզիկի մասին, որը աշխարհում ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստն է համարվում։ Իսկ 2022 թվականին, երբ ֆուտբոլիստը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա, պաշտոնապես դարձավ ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա վարձատրությունը կազմեց 200 միլիոն եվրո ամեն տարի։ Այսօր Ռոնալդոն ոչ միայն հսկայական գումարներ ունի, այլ նաև այդ գումարները շատ նյութականացրել է եւ Instagram-ում ու սոցիալական ցանցերում չի վարանում ցույց տալ այն շքեղ կյանքը, որին ինքը հասել է։ Ռոնալդոն ունի անհատական ինքնաթիռներ, ընդ որում սկզբում նա գնել է փոքր անհատական ինքնաթիռ, որը մոտավորապես 4-5 մարդու համար էր, բայց մեծացող ընտանիքին զուգահեռ Ռոնալդոն որոշում է մոտավորապես այնպես, ինչպես սովորական մարդիկ ավտոմեքենան են մեծացնել սեփական ջեթը եւ գնել է արդեն սեփական ինքնաթիռ, որը կտեղավորի 9-ից 12 մարդ, որպեսզի ամբողջ ընտանիքը հանգիստ կարողանա սեփական ինքնաթիռով տեղաշարժվել երկրից երկիր։ Ռոնալդոն ունի բազմաթիվ առանձնատներ եւ տներ աշխարհով մեկ, սկսած Եվրոպայից, վերջացրած Ամերիկայով։ Նա ունի բազմաթիվ առանձնատներ իր հայրենի Պորտուգալիայում, ունի առանձնատներ Իսպանիայում, Մադրիդում եւ ունի ճոխ սեփականություն Նյու Յորքում, Trump Tower-ում։ Ռոնալդոյի ավտոտնակում այսօր բացառիկ եւ թանկարժեք լյուքս մեքենաներ են։ Նա ունի 20-ից ավել լյուքս ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսը բացառիկ են նաեւ նրանով, որ ընդամենը մի քանի հատիկ են ամբողջ աշխարհում։ Նրա ավտոպարկում են Bugatti, որից ընդամենը 10 հատ կա ամբողջ աշխարհում, Ferrari-ներ, Rolls-Royce-եր եւ մի շարք այլ լյուքս ավտոմեքենաներ, որոնց մոտավոր արժեքը 20 միլիոնից 100 միլիոն է։ Բայց իհարկե Ռոնալդոն բոլորին շշմացրել է վերջին ամիսներին նշանադրության մատանիով, որը նվիրել է Ջորջինային։ Երևի թե մի քանի օր Instagram-ի եւ բոլոր լրատվականների թոփ նյութը Ջորջինայի լուսանկարն էր 40-ից 45 կարատանոց նշանադրության մատանիով, որը Ջորջինան չի հանում իր վրայից ոչ մի լուսանկարում։ Եվ իհարկե ճոխ այս նվերների շարքում Ջորջինայի 28-ամյակի նվերն է Ռոնալդոյի կողմից հսկայական Ջորջինայի նկարը Բուրջ Խալիֆայի ամբողջ բարձրությամբ։ Քչերը գիտեն, որ Ռոնալդոյի անունը իրականում որոշել է նրա հայրը, եւ քանի որ հայրը շատ մեծ սեր եւ հարգանք է ունեցել այդ տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ, հենց այդ պատճառով էլ որդու համար որոշել է հենց Ռոնալդո
անունը ընտրել։ Իսկ երևի թե Մարզիկի կյանքի ամենատպավորիչ, բայց նաև նրա բնավորության ու ինչ-որ չափով նաև նրա հաջողակ լինելու մասին խոսող դրվագը այն է, որ Ռոնալդոն 15 տարեկանում ախտորոշվում է տախիկարդիայով, դա սրտանոթային հիվանդություն էր, որի արդյունքում 15 տարեկանում ֆուտբոլիստին վիրահատում են։ Լուրջ վիրահատությունից հետո կային կանխատեսումներ, որ Ռոնալդոն առհասարակ չի կարողանա դուրս գալ դաշտ, էլ խոսք չկար ծանր մարզումների եւ երկարատև պարապմունքների մասին, բայց 15 տարեկանում տարած ծանրագույն այս վիրահատությունից հետո Ռոնալդոն դառնում է ոչ միայն շարքային ֆուտբոլիստ, այլ աշխարհի ամենահայտնի, ամենաարագ ու ամենաառաջատար ֆուտբոլիստը։ Այս թողարկումը էքսպերիմենտալ էր ինձ համար, ես չեմ սիրում կենսագրական վիդեոներ շատ անել, բայց վերջին շրջանում Ռոնալդոյի մասին խոսակցությունները հայկական միջավայրում այնքան շատ էին, եւ քանի որ առաջիկայում դեռևս այս խոսակցությունները ակտիվանալու են նորից, որովհետեւ սպասվում է Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, ես որոշեցի այս վիդեոն նկարահանել ու պատմել ոչ թե Ռոնալդոյի մասին իբրև մարզիկ, որովհետեւ ես վստահ եմ, որ ձեզնից շատերը ինձնից շատ ավելի շատ ու շատ ավելի լավ գիտեն Ռոնալդոյի մասին որպես մարզիկ, այլ պատմել նրա կյանքի հետաքրքիր ու ոչ այդքան հայտնի դրվագները, որոնք շատ բան են խոսում նրա մարդ տեսակի եւ առհասարակ նրա կյանքի ու հաջողության մասին։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, եկեք գրեք կոմենտում, դուք սիրում եք Ռոնալդոյին, թե ատում եք նրան, ես սպասում եմ ձեզ, որովհետև ուզում եմ տեսնել ավելի շատ Ռոնալդոյի ֆաներն են իմ ֆոլոուերների ու սաբսկրայբերների շարքում, թե այն մարդիկ, ովքեր չեն սիրում նրան։ Սպասում եմ նաև, որ դուք լինեք ակտիվ, անպայման լայք եք այս վիդեոն, բաժանորդագրվեք, subscribe եղեք իմ ալիքին, որովհետև ես ուզում եմ արագ հասնել 200,000 բաժանորդի, եթե բաժանորդագրված եք, սեղմեք զանգակը եւ իհարկե խնդրում եմ ձեզ ամեն ամիս փոքրիկ գումարով միանալ իմ Patreon-ին։ Հիմա սկանավորեք այս QR կոդը կամ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon-ը, սեղմեք կողքի լինքին եւ ամսական փոքրիկ գումարով, ինչպես Արմքոմեդիի տղաներն են ասում, 1 կապուչինոյի գումարով օգնեք ինձ եւ YouTube-ի իմ ալիքին։ Մինչեւ նոր վիդեո։